ասեք, արդյոք ընդունում եք այս վարակները երկու դպրակով կաշառքի հետ կապված։ Իհարկե որ։ Պարոն Աղազարյան, հաստորեն ասեն, որ այլ գործերից է բացվել այս գործը։ Դուք Այլ գործերից երկու հատ շատ ծանր հանցագործ ամեղության կախավարկած չխախտենք, երկու հատ ծանր մեղադրություններով գործերից են, երկու իրար հետ խոսացել են մի դեպքում, իմ փոխարեն պայմանավորվել են, իմ փոխարեն որոշել են, այնտեղ իհարկե, երբ որ ես տանձնասանյութերին, պարզվեց, որ ուրիշ բան իրա տեղի ունեցել, դե կասում եմ ելույթում։ Ժամանակ չեք ժխտել, որ գումար եք վերցրել, հարցը չափսնի։ Ես, Արամ Մկրտչյանը, իմ սանիկն է, 47-48 տարեկանում ամուսնացավ, ես դառա իր հարսանիքի քավորը, եւ երբ որ տուն էի վերցրել հիպոթեկով, վերանորոգման համար ինքը դե ընտանիքներով շփվում էինք։ Տեսա, որ որոշակի դժվարություններ ունեմ, տարբեր չափերով $8,000 ինձ պարտքով փող ա տվել, որը փաստացավորված ես վերադարձրել եմ իրան։ Եվ երբեք չի ասեմ $23,000 պարտք եք, պարոն Աղազարյան։ ոչ մի բան չեք կարող, իրավական հետևանք չեք կարող ունեցնել։ Ձեզ ամեն դեպքում դրանում չեն մեղադրում, ասում են հեռախոսում բանը հայտնաբերվել, որ Արամ Մկրտչյանը գրել է Հայկ Նազարյանին, որ Աղազարյան Հովիկին փող եմ տվել $23,000 իբրև թե, եւ ինքը չի արել այդ գործը, փողը հետ չի տալիս։ Արամ Մկրտչյանը մի քանի 5 տարի դատապարտված եղել, պարզվեց, հիմա իր վրա դատա գնում, բայց ինքը փախուստի մեջ է, մարդկանց խաբել է, բան արել, մի քանի օգու ես փրկել եմ փաստորեն իր հետ ծանոթանալով։ Հա հետո իմ դարան քավոր հետո նոր իմացանք, որովհետեւ արդեն որ շփումների ժամանակ այո, դա այլ քրեական գործով է, այդ բանը վարորդական իրավունքների հետ կապված հայտնի գործ է էդի, մոտ կարծեմ 50-60 քաղաքացու անօրինական վարորդական իրավունքներ են տրամադրել եւ այդ գործով հակագործություն կոմիտեն լսել է այդ մարդկանց հեռախոսած դուրս եւ այդից փորձվել է որ իմ անունը տվել են։ Պարոն Աղազարյան, տեղեկություն կա, որ SMS են ուղարկել բոլոր պատգամավորներին, որպեսզի քվեարկությամբ նկարեն կողմձայնը եւ ձեր այսքան անձեռնմխելիություն զրկել ունեք այդպիսի ձեր գործը։ Ես չեմ շփվում։ Բացառիկ որ այդպիսի բան լինի։ Ես չեմ կարող մեկնաբանել։ Արդյոք արդար կլինի ձեր նկատմամբ դուք հավատում եք։ Ես կարող պաշտպանվեմ։ Ես կարող անարդարացիա ճնշումները, բայց կարող եմ պաշտպանվել։ Իհարկե։ Ես կասեմ, իմ խոսքը կասեմ։ Ցելանելու եք։ Բացահայտումներ ասեք, հիմա ես կասեմ, ինչ որ ես բան եմ գտնում, չգիտեմ դա ինչ ձևով է բացահայտում, ինչ ձևով բացահայտում չի։ Ես դա չգիտեմ, բայց որ բանը ասել եմ որոշակի բաներ, որովհետև այս ամեն ինչը օդից չընկավ։ Ինչ որ հիմք կա, չէ, ինչ որ պատճառ կա, չէ որ ես հայտնվել եմ այս վիճակում։ Դե կասեմ։ Նիկոլ Փաշինյանին մերժելն է այդ պատճառը։ Առաջին պատճառը դա է։